Ողջույն, Հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տեր-Մինասյանն եմ եւ զրուցում ենք բնականաբար առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է անմիզապահությանը։ Տհաճ երևույթ, որը չգիտես ինչու բոլորը մտածում են, որ բնորոշ է միայն կանանց։ Անմիզապահություն կարող է լինել նաեւ տղամարդկանց մոտ։ Կանանց, տղամարդկանց մոտ խնդիրների մասին խոսելու ենք բաց, առանց թաքցնելու իրականությունը։ Մոլորակի ամեն 20-րդ բնակիչ, ամեն 3-րդ կին եւ ամեն 8-րդ տղամարդ բախվում է անմիզապահության խնդրին։ Այս մասին են փաստում Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալները։ Իգական սեռն ինքնին ռիսկի գործոն է անմիզապահության առաջացման տեսակետից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021 թվականի տվյալներով տարբեր տարիքի կանանց 95%-ի մոտ գոնե մեկ անգամ գրանցվել է անմիզապահություն։ Հղիություն, ծննդաբերություն, դաշտանադադար այս ամենը պատճառ է դառնում սթրեսային անմիզապահության առաջացման։ Սթրեսային անմիզապահություն որպես կանոն առաջանում է բարդ ընթացքով, ինչպես նաև մեծ պտղով ծննդաբերություններից հետո։ Սա ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ, քանի որ անմիզապահություն կարող է գրանցվել հազալիս, փռշտալիս, պարելիս, արագ քայլելիս եւ նույնիսկ աստիճաններ բարձրանալիս։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտություններով անմիզապահության առաջացման ռիսկի գործոններից է նաև ավելորդ քաշը։ Ճարպակալումը մեծացնում է միզապարկի եւ հարակից մկանների վրա ճնշումը, ինչի հետևանքով դրանք թուլանում են եւ բերում անմիզապահության։ Անմիզապահության դեպքում կարևոր է նաև հետևել սննդին։ Ալկոհոլը եւ կոֆեին պարունակող ըմպելիքները, սուրճը, թեյը, շոկոլադը, էներգետիկ ըմպելիքներն ազդում են միզապարկի աշխատանքի վրա, գրգռում միզածորանի լորձաթաղանթը եւ կարող են առաջացնել միզարձակման խանգարումներ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, դիմավոր ենք մեր այսօրվա առաջին հյուրին, ուրոլոգ բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Արմեն Ավոյանն է մեր տաղավարում։ Ողջույն։ Եվ մենք ինչպես եւ խոստացել ենք մեր հեռուստադիտողին, այսօր ամեն ինչ պատմելու ենք անմիզապահության մասին։ Ընդամենը մեկ մեխանիզմ գոյություն ունի, ես իդեպ խոստացա, որ կանայք, տղամարդիկ տարանջատելու ենք, իսկ միզասեռական համակարգը տարբեր է, պատճառները նույնն են, թե տարբեր է։ Կանանց եւ տղամարդկանց մոտ կարան եւ նույն պատճառները լինեն, բայց երբեմն նաեւ կան առանձնահատկություններ, մասնավորապես տղամարդկանց մոտ կապված շագանակագեղձի հետ։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ տղամարդկանց միզային համակարգը ավելի բարդ է կառուցվածքով, քանի որ խաչվում է սեռական համակարգի հետ, ի տարբերություն կանանց մոտ միզային համակարգը եւ սեռական համակարգերը գրեթե առանձին են։ Ես հիմա կուզենամ մեր հանդիսատեսին խնդրել, քվեարկել, արդյոք օրինակ հոսող ջրի ձայնից զուգարան գնալու ցանկություն ունենում եք, թե ոչ։ Դուք չպատասխանեք այդ հարցին, հետո կփորձենք բացատրել ինչու է լինում կամ չի լինում, եւ փորձենք հասկանալ անմիզապահության պատճառները, այսինքն ինչ մեխանիզմով։ Ինչու 20-30 տարեկանում ամեն ինչ լավ էր, այնպես չի, որ մարդը ծնվում է ու միանգամից ունենում է, չնայած ծնվելուց չենք կարողանում դեռևս վերահսկել, բայց հետո մեծանում ենք ու սկսում են խնդիրները։ Ամենահաճախ, քանի որ կանանց մասին ենք խոսում, եկեք փորձենք մեխանիզմները բացատրել։ Նախ պետքա տեսակների մասին խոսանք անմիզապահության, որովհետև մենք հիմնականում ունենք 3 տեսակ անմիզապահության։ Մեկը կապված է միզապարկի անզուսպ կծկումների հետ։ Մենք դա անվանում ենք գերակտիվ միզապարկ, այսինքն միզապարկ, որը չի ենթարկվում մեր կեղևի գործունեությանը, մեր կենտրոնական նյարդային համակարգին։ Եվ երբ ցանկանում է կծկվում է, եթե պարզ ասեմ, հա։ Վերջը եկեք մեխանիզմը լցվեց, իմպուլսները գնացին գլխուղեղը որոշեց ինչ անենք, պահենք, դիմանանք, թե դատարկենք։ Այսինքն վերջը որոշումները այստեղ են կայանում։ Այո։ Միզապարկը ընդհանրապես ունի 2 ֆունկցիա, մեկը որ պարունակի եւ հավաքի մեզը, եւ մյուսը կծկվի եւ դատարկի այդ մեզը, որը հավաքել է։ Երբ որ այդ մեխանիզմները խանգարվում են, մենք ունենում ենք այս կամ այն տեսակի անմիզապահություն։ Այդ անզուսպ անմիզապահության պատճառը, երբ որ կնոջ կամ տղամարդու մոտ առաջանում է անզուսպ միզելու ցանկություն եւ չի հասցնում այդ անձնավորությունը հասնել զուգարան եւ միզել։
Եվ շատ անսպասելի է տեղի ունենում։ Այսինքն հանգիստ նստած էր, կարծես թե չկային նշաններ, որ լցվել է միզապարկ ու հանկարծ միանգամից այդ ջրի ձայնը կարող է նպաստել։ Կարող է իհարկե, որտեղ դա ռեֆլեկտոր մեխանիզմ է եւ մեր նյարդային համակարգը դա ընդունում է որպես գրգիր, այո, եւ առաջացնում է միզարձակության ցանկություն։ Հաջորդ տարբերակը դա ստրեսային անմիզապահությունն է։ Խոսքը վերաբերում է որովայնի ստրեսի մասին, այսինքն որովայնի ճնշման բարձրացման դեպքում, երբ որ հազալիս, փռշտալիս, ծիծաղալիս, ծանրություն բարձրացնելիս, նույնիսկ դիրքը փոխելիս, անձնավորության մոտ նկատվում է ակամա միզարձակություն, անմիզապահություն, դա հենց դասական ստրեսային անմիզապահությունն է եւ դրա պատճառները այլ են։ Դրա պատճառները կառուցվածքային փոփոխություններն են, այսինքն այն մկանային հենարանը, որը միզապարկը ունի, մեր կոնքը ունի, որպես հենարան միզապարկի համար, տարիքի հետ միասին կամ ծննդաբերություններից հետո, կամ կոնքի վիրահատություններից հետո թուլանում է այդ մկանը, որը հանդիսանում է հենարան միզապարկի եւ առաջանում է այսպես կոչված գերշարժունակություն միզապարկի։ Կոպիտ ասած, երբ ասում են իջեցում ունեմ, այո, իջեցման հետ դա անմիջապես կապված է, իհարկե, բայց կարող է տեսանելի իջեցում չնկատվի, բայց ունենանք արդեն այդ մկանի թուլություն եւ գերշարժունակություն թե միզապարկի, թե միզուկի, որի պատճառով, երբ որ որովայնում ճնշումը բարձրանում է, այդ անկյունը հարթվում է միզապարկ միզուկային եւ մեզը չի պահում միզապարկը։ Երրորդ տարբերակ։ Երրորդ տարբերակը ամենատհաճ տարբերակն է մեր ուրոլոգներից համար, երբ որ կա փականային անբավարարություն, այսինքն այդ մկանը, որը պետքա պահի մեզը, միզապարկի տակ, այդ միզուկի շուրջ գտնվող մկանը չի աշխատում։ Այս կամ այն պատճառով։ Շատ հաճախ դա լինում է որոշ վիրահատություններից հետո կամ նյարդաբանական ինչ-որ խնդիրների հետևանքով, բայց այդ խնդիրը ամենադժվար լուծվողն է։ Դրա համար մենք դրան շատ ուշադիր ենք։ Հիմա տեսեք, քանի որ տեսակները տարբեր էին եւ քանի որ պատճառները տարբեր էին, արդեն ենթադրվում է, որ մոտեցումը նույնպես պետք է լինի տարբեր։ Կինը եկավ բժշկի մոտ, նկարագրում է, որ ունի անմիզապահություն։ Կարող եք արդյոք ընդհանրապես լսելով գանգատները, չգիտեմ, զննելով, ուղակի զննելով բուժառուին, ասել թե նրա մոտ որ տեսակի անմիզապահությունն է։ Մենք խնդրում ենք, եթե դա կին է այդ կնոջը, 2 օր լրացնել միզարձակության ցուցանիշները, այսինքն ժամը երբ է միզել, քանակը մոտավոր եւ եղել արդյոք անմիզապահություն թե ոչ։ Այդ աղյուսակը 2 օր հետո կինը բերում է եւ այդ աղյուսակը գնահատելիս մենք արդեն մոտավորապես 90%-ով հասկանում ենք, թե ինչ անմիզապահության հետ մենք գործ ունենք։ Եթե արդեն գիտենք, որ տեսակն է, բնականաբար պիտի մտածենք բուժման տարբերակի մասին եւ այստեղ արդեն բուժումը կտրուկ տարբերվում է մեկը մյուսից։ Ունենք դեղորայքային բուժում, ունենք վիրահատական բուժում։ Եվ եթե սխալ ընտրվեց, կունենանք անիմաստ կամ վիրահատություն, կամ ամենավատը անիմաստ վիրահատությունն է, երբ բուժառուն վիրահատվում է ու հետո գալիս է ասում է կներեք, բայց ոնց չէի պահում մեզը, նույն ձևի շարունակում եմ չպահել։ Գերակտիվ միզապարկը գրեթե 99% դեպքերում բուժվում է դեղորայքային տարբերակով։ Շատ հազվադեպ, երբ որ մենք այդ անզուսպ կծկումները միզապարկի կիրառում ենք այլ մեթոդներ, բացի դեղորայքային, ես նկատում բացի հաբերից, եւ այդ անզուսպ կծկումները միզապարկի վերանում են, բայց դա տևում է կանայք գիտեն 6 ամսից մինչեւ մաքսիմում 1 տարի։ Դա այն դեպքերում, երբ որ դեղորայքը չի օգնում, եւ շատ հազվադեպ։ Այո, եւ ծայրահեղ միջոցա հատուկ սարքեր տեղադրել միզապարկի շուրջ, մոտավոր որ պատկերացնի մեր հանդիսատեսը, դա այն սարքերի նման է, որը տեղադրվում է սրտի ռիթմի խանգարման դեպքում այդ էլեկտրոդները դրվում միզապարկի մոտ։ 90%-ից ավել դեպքերում դուք սովորական դեղամիջոցներ նշանակում եք եւ բուժառուն ինչքան է տևում բուժման կուրսը, անդադ պիտի դեղ խմի, թե կուրսը անցնում է։ Շատ կարեւոր հարց է, որ մենք միշտ քննարկում ենք մեր պացիենտների հետ,
որտեղ ակտիվ միզապարկը դա մի իրավիճակ է, որը ունի կուրսային բուժում։ Այսինքն այդ դեղամիջոցը անհատը պետք է օգտագործի անդադար, բայց այդտեղ կա մի հատ շատ հետաքրքիր նյուանս։ Երբ մենք պացիենտներին բացատրում ենք, որ եթե դուք տանն եք, շաբաթ-կիրակի, ոչ միտեղ չունեք գնալու, հասարակական ինչ-որ վայր չեք այցելելու, չեք ճամփորդելու, կարաք չընդունեք այդ դեղը, զուգարանը կողքն է, դուք կհասցնեք եւ այդ դեղը կարաք չխմեք։ Եթե ճամփորդում եք, գնում եք ինչ-որ հասարակական վայր, ձեզ պետք է որ ձեր կյանքի որակը բարձր լինի, դուք այդ օրը այդ դեղը խմում եք։ Ունենք ավելի բարդ դեպքեր, երբ մենք ունենք վիրահատական միջամտության կարիք։ Այդ ստրեսային կոչված ամիզապահության դեպքում դեղորայքային բուժումը գրեթե չի օգնում մեզ, որտեղ այդպիսի լուրջ դեղամիջոցներ, որոնք կթեթևացնեն ամիզապահությունը, չունենք։ Դա կապված է նրա հետ, որ մենք ունենք կառուցվածքային փոփոխություններ օրգանիզմում, անատոմիական փոփոխություններ, եւ մենք պետք է այդ փոփոխությունները շտկենք։ Համար 1 սկզբունքը եւ միակ սկզբունքը կարելի է ասել, դա այդ գերշարժունակությունը միզապարկի եւ միզոկի ֆիքսելն է։ Եվ մյուս օրը արդեն կինը կամ տղամարդը իսպառ մոռանում է ամիզապահության մասին, շատ էֆեկտիվ վիրահատություն է ու ցավոք սրտի շատ քիչ արվող Հայաստանում, հաշվի առնելով դիմելիության պակասը, ես կասեի։ Էլի ոչ մի բարդ բան չկա, այսինքն նեղվելու, տարիներով սպասելու, ոչ ոք չի պատրաստվում ինչ-որ բաց մեծ կտրվածքներով վիրահատություն, սա արվում է միզուկից ներքև փոքրիկ 1 սանտիմետրանոց կտրվածք, ընդամենը 1 սանտիմետր, եւ վերջ հարմվում է, դրվում է ժապավենը եւ չգիտեմ, երևի նույն օրն էլ տուն եք ուղարկում։ Երեկոյան որպես կանոն տուն ենք թողում կամ մյուս օրը առավոտյան, հա 1 օրվա վիրահատություն է դա։ Փականային անբավարարության խնդիրը երևի ամենաբարդն է, ինչպես նշեցիք, բայց ենթադրում եմ, որ ամենահազվադեպ հանդիպող տեսակը։ Ճիշտ եք, ամենահազվադեպն է եւ ամենաբարդն է։ Ծանր փականային անբավարարություն մենք ունենում ենք հիմնականում հետվիրահատական որպես բարդություն։ Տղամարդկանց մոտ շատ ավելի հաճախ դա արմատական պրոստատի հեռացման դեպքում է լինում, ռադիկալ պրոստատեկտոմիան այսպես շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ կատարվում եւ կանանց մոտ հաճախ մենք ունենում ենք ճառագայթային բուժումից հետո ներհեշտոցային մանավանդ ճառագայթներից կամ արգանդի մարմնի քաղցկեղների։ Այստեղ նույնպես կա լուծում, իսկ հիմնական 2 տեսակները մենք որ ունեինք, հիպերակտիվ միզապարկը, ստրեսային անմիզապահությունը, դրանք ի տարբերություն սրա լուծվում են ավելի քան կարելի ասել հեշտ։ Շատ։ Եվ տարիներով եւս մեկ անգամ ասում տառապել, նեղվել բացարձակ իմաստ չունի։ 2 բառով տղամարդկանց մասին Տղամարդկանց մոտ այդ առանձնահատկությունը, որ բավականին բարդ միզային համակարգ ունեն, ստորին միզուղիների մասին է խոսքը գնում, իհարկե առաջնահերթ ստեղ շագանակագեղձի առկայությունն է եւ հիվանդություններ, որոնք առաջանում են շագանակագեղձում, դա բարորակ գերաճնաշագանակագեղձի, շատ հաճախ նկատվում է հենց գերակտիվ միզապարկ նաեւ զուգորդված, այսինքն այդ մարդկանց, տղամարդկանց մոտ լինում է անզուսպ ցանկություններ միզելու, կինը դա նկատում է եւ քանի որ տղամարդիկ ստատիստիկորեն քիչ են դիմում ավելի բժիշկների, ձեռքից բռնում է ամուսնուն եւ բերում է ու էլի տարբերակ ունենք օգնելու։ Այո, միանշանակ ստեղ էլի ունենք եւ դեղորայքային 80% դեպքերում դեղորայքային բուժումը բավականին էֆեկտիվ է եւ վիրահատության գործ չի հասնում եւ այդ 10 հոգուց 2-ի մոտ նոր կարող է առաջարկվի վիրահատական միջամտություն այս կամ այն։ Եկեք դիտենք թե ինչ տվյալներ ստացանք մեր հանդիսատեսից, իսկ տվյալները խոսում էին, հիշում եք հարցը հետեւյալներ արդյոք ջրի 32% ասում է այո։ Ձեր կարծիքով սա վիճակագրորեն մեր հասարակության համար բնորոշ թիվ է։ Ես կարծում եմ այո։ Մի թողեք, որպեսի խորանա խնդիրը, մի տարապեք, դիմեք բժշկի եւ հեշտությամբ լուծեք սոցիալական խնդիրը, ինչպիսին անմիզապահությունն է։ Ունենք բոլոր հնարավոր դեղերը, ունենք բոլոր սարքերը, ունենք բոլոր նույն այդ ժապավենները, ամեն ինչ այսօր Հայաստանում կա, դա մատչելի է, դա հեշտ է, դա թանկ չէ, դա իսկապես հասանելի է։ Դիմեք բժշկի, եղեք առողջ, իմ հյուրը այսօր ուրոլոգ բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Արմեն Ավոյանն էր։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում
զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, ծնողների դպրոցն է այժմ եթերում եւ ես ուզում եմ հրավիրել մեր այսօրվա հյուրին մանկական նյարդաբան Մանե Թադևոսյան, դիմավորին։ Ողջույն դժվարից։ Մենք այսօր խոսում ենք երեխաների զարգացման փուլերի մասին եւ երևի թե հատկապես ուշադրություն դարձնենք զարգացման ուշացմանը։ Այսինքն, երբ կարող ենք կասկածել, որ մեր բալիկը հետ է մնում, ուշանում է։ Երեխայի զարգացումը մի քանի հիմնական ոլորտներ ունի։ Դրանք են շարժողական ոլորտը, իմացական կամ մտավոր ոլորտը, հուզական էմոցիոնալ ոլորտը եւ խոսքային ոլորտը։ Եվ այս ոլորտներում էլ արդեն երեխան ունի տարբեր զարգացման փուլեր պայմանավորված իր տարիքով։ Որոշակի տարիքում մենք սպասում ենք, որ երեխան պետք է ունենա որոշ հմտություններ։ Արդյոք բոլորի համար կան ստանդարտներ, թե սա խիստ անհատական է։ Խիստ անհատական չէ, բայց իհարկե անհատականությունը երեխայի նույնպես կարևոր է, այսինքն յուրաքանչյուր երեխա զարգանում է իր տեմպերով, բայց երբ մենք ասում ենք նորմա, դա չի նշանակում, որ այսինչ օրը, այսինչ ժամին, եթե երեխան չի քայլում, այո, ուրեմն դա խնդիր է։ Նորման միջակայք է եւ միջակայքում երեխան կարող է քայլել այս կամ այն տարիքում եւ դեռ լինի նորմա։ Եկեք օրինակով ասենք, այսինքն 6 ամսեկանում նստող երեխան եւ 9 ամսեկանում նստող երեխան երկուսն էլ ունեն նորմալ շարժողական զարգացում։ Ես օրինակ իմ երեխաներից ոչ մեկին չեմ սովորեցրել քայլել։ Ես թողել եմ, որ 4-ն էլ ինքնուրույն երբ վեր կկենան, երբ կձգվեն, երբ կկարողանան ոտքի կանգնել եւ ինքնուրույն քայլել են։ Եվ բնականաբար նրանք զիջել են իրենց տարեկիցներին, որոնց մամաները, պապաները գրկած տիպողաբար։ Բայց ես միշտ մտածել եմ, որ իմ երեխաների հենաշարժողական ապարատը ավելի պինդ կլինի, ավելի ամուր կլինի։ Օրինակ դուք կարծում եք, պետք է երեխային քայլեցնել, թե պետք է թողնել ինքնուրույն ոտքի կանգնել։ Մենք եթե թողնենք, որ բնական ճանապարհով երեխան զարգանա, ամեն դեպքում երեխան անցնելու է բոլոր զարգացման փուլերով իր ժամանակին։ Այո։ Հաճախ լսում ենք, որ պետք է նստացնել հիմա երեխային բարձերի օգնությամբ ոչ, մենք այդպես կարող ենք ավելի վնասել հենաշարժական համակարգը, քան դա կտեսնենք մեծ տարիքում արդեն։ Այո։ Եվ երբ գլուխ են գովում, ասում են, «Օ, գիտեք, իմ երեխան 8 ամսականից կամ 9 ամսականից քայլում էր»։ Իսկ ես կնայեմ ձեր երեխայի ողնաշարը ինչ վիճակում է 18 տարեկանում կամ 19 տարեկանում։ Չքայլող երեխա, առողջ նորմալ երեխա, որ ինքնուրույն չքայլի, բացառված չի լինելու այդպիսի բան։ Ոչ, պետք է լինի խնդիր, եթե կա զարգացման։ Բնականաբար։ Կան կարմիր դրոշակներ, որոնք որ այն կետերն են, երբ ծնողը պետք է մտահոգվի եւ դիմի մասնագետին։ Նախ դիմի տեղամասի մանկաբույժին եւ հետո արդեն միասին հասկանան կա կարիք ավելի նեղ մասնագետի զարգացման մանկաբույժի դիմելու։ Ցանկացած տարիքային փուլում, եթե երեխայի զարգացման հետընթաց է նկատում ծնողը, դա կարմիր դրոշակ է։ Դե բնականաբար։ Ցանկացած տարիքային փուլում, եթե երեխան վատ է արձագանքում տեսողական կամ լսողական ազդակներին, դա եւս պետք է մտահոգի։ Եթե ունի արտահայտված մկանային ձգվածություն, լարվածություն կամ արտահայտված թուլություն, անկախ տարիքից դա կարմիր դրոշակ է համարվում։ Տեսեք, խոսելը շատ երեխաներ խոսում են ուշ, բայց դա նորմալ է։ Շատ երեխաներ քայլում են ուշ, բայց դա նորմալ է։ Իսկ դուք նշեցիք հուզական։ Ինչ նկատի ունեք, որն է կոնկրետ այդ հուզական զարգացածությունը ու ինչ կարող եմ ես տեսնել կամ չտեսնել։ Դա երեխայի արձագանքն է արտաքին միջավայրին եւ մենք սպասում ենք, որ երեխան պետք է տարիքային որոշ փուլերում արդեն սկսի ժպտալ 6 ամսեկանում, եթե երեխան չի ժպտում, դա կարմիր դրոշակ է համարվում։ Տրամադրություն չունի։ Դե իհարկե մենք երեխային եթե նայում ենք 15-20 րոպե այդ ընթացքում զննման ընթացքում գուցե չժպտամես, բայց այդ դեպքում շատ կարևոր է թե ինչ է արձանագրում ծնողը, ով որ անընդհատ երեխայի կողքին է եւ ամենաառաջին դիտորդն է հենց։ Եթե 9 ամսեկանում երեխան չի կիսում իր էմոցիաները, այսինքն մի բան իրեն հետաքրքրեց, նայում է ծնողի դեմքին, ուզում է ասել, տես ես ինչ ունեմ։ Եթե 18 ամսեկանում երեխան չունի մատնացույց, դա եւս, այո, կարմիր դրոշակ է։ Խոսելը Ասում ենք, որ 18 ամսեկանում երեխան արդեն պետք է ունենա մի քանի բառ, եւ եթե չունի բառեր,
պետք է ամեն դեպքում դիմել մասնագետի եւ հասկանալ սա միայն խոսքի զարգացման ուշացում է, թե նաեւ այլ ոլորտներում է երեխայի զարգացումը Ինչ կարող է լինել երեխայի մոտ։ Այստեղ մի քանի կարևոր կետեր կան։ Առաջինը լսողությունն է։ Պետք է հասկանալ լսողությունը նորմալ է թե ոչ։ Հետո գալիս է մտավոր զարգացումը, որովհետև խոսքը կուշանա նաև մտավոր զարգացման ուշացման դեպքում, եւ այն ինչը ավելի հաճախ ենք մենք հիմա տեսնում, դա կոմունիկացիայի խնդիրներն են, երբ երեխան չի ուզում կոնտակտի դուրս գալ եւ խոսքն էլ որպես կոմունիկացիայի միջոց եւս ուշանում է, այն նույն մատնացույցը, դա եւս հաղորդակցման միջոց է։ Իսկ ինչու ենք մենք դա հիմա հաճախ տեսնում, ինչով է պայմանավորված։ Գիտեք պատճառը։ Պատճառը դեռ ամբողջապես բացահայտված չէ, բայց կան ներքին եւ արտաքին գործոններ, եւ երբ ներքին գործոններ ասելով հետաքրքիր է, հիմա փորձում եմ մտածել ինչու է դա շատացել։ Ներքին գործոններ ասելով մենք նկատի ունենք գենետիկ նախատրամադրվածությունը, բայց արտաքին գործոնները, որոնք հիմա շատ կարեւոր են, դրանք գadgetներն են եւ իրականում մինչև 2 տարեկան երեխաների էկրանային ժամանակը պետք է լինի 0 րոպե, որը շատ նկատի ունեք, որ մինչև 2 տարեկանին տվել են գadget։ Այո, մենք հիմա շատ հաճախ ենք տեսնում երեխաները ավելի շատ շփվում են էկրանի հետ, քան ծնողների։ Մի քանի ամսական երեխայի ուղեղը դրա համար չի նախատեսված։ Եվ երեխան կարող է չունենալ մտավոր զարգացման ուշացում, բայց ունենալ հաղորդակցման խնդիրներ եւ չկարողանա արտահայտի անգամ այն ինչը որ ինքը գիտի եւ կարողանում է անել։ Դե լավ կանցնի, մի քիչ կմեծանա, կանցնի թե չի անցնի։ Դա շատ հաճախ ենք լսում, որ ընտանիքում էլի են եղել ուշ խոսողներ, եկեք սպասենք։ Ավելի լավ է շուտ արձագանքել, հետազոտվել, հասկանալ խնդիրը միայն խոսքի ուշացումն է, որի տակ, այո, նույնպես կարող է ընկածնել գենետիկ նախատրամադրվածությունը եւ պետք է միայն լոգոպեդի հետ աշխատանքով օգնել երեխային, թե նաեւ զարգացումը այլ ոլորտներում է տուժած եւ ավելի լայն աշխատանք է պետք, ավելի շատ մասնագետներ պետք է ներգրավված լինեն։ Եկեք եւս մեկ անգամ անցնենք բոլոր կետերով։ Քայլելը պետք է 18 ամսեկանում, եթե երեխան քայլել չի կարողանում, ապա դա պետք է անհանգստացնի ծնողին։ Խոսքը 18 ամսեկանում, եթե բառեր չունի երեխան, անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Հուզական Դե դա եւս կարող ենք երևի 18 ամսեկանում մատնացույցի բացակայությունը որպես կարմիր դրոշակ դիտել։ Եվ այնտեղ ասիկ 6 ամսական չշփտալը։ Այո, եւ 9 ամսեկանում չկիսելը, էմոցիաները։ Ինչը մնաց 4-րդը։ Մտավոր զարգացում։ Մտավորը ոնց ենք ստուգում։ Արդյոք երեխան հետաքրքրված է խաղալիքներով, ճիշտ է օգտագործում, 9 ամսեկանում ձեռքից ձեռք փոխանցումը կա խաղալիքների, հրահանգը կատարում է, հասկանում է եւ 18 ամսեկանում հասկանում է բարձրահանգները եւ փորձում է կատարել։ Եվ եթե չի կատարում, անհրաժեշտ է դիմել զարգացման մանկաբույժի եւ եթե կա ուշացում մի քանի զարգացման ոլորտներում նաեւ մանկական նյարդաբանի։ Շնորհակալություն։ Հետևեք ձեր երեխաներին, զբաղվեք ձեր երեխաների հետ։ Ես վստահ եմ, որ ինչքան մենք մեր երեխայի հետ, մի քանի ամսական անգամ երեխայի հետ ինչքան շատ զբաղվենք, գոնե մտավոր զարգացածությունը այնքան ավելի կարող ենք ավելի արագ ու ավելի բարձր մակարդակի ստանալ։ Հուզական եւ էմոցիոնալը նույնպես։ Հուզական եւ էմոցիոնալ։ Շատ ժպտացեք ձեր երեխային, շատ զբաղվեք ձեր երեխայի հետ, շատ խաղացեք ձեր երեխաների հետ։ Դա միայն ամբողջ կյանքում նրան կօգնի լինել բոլորից ավելի առաջ, բոլորից ավելի զարգացած, բոլորից ավելի հաջողակ։ Ձեր երեխայի ապագան որոշվում է նրա մանկության տարիներին։ Իսկ իմ հյուրը այսօր մանկական նյարդաբան Մանե Թադևոսյանն է, շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Վարգույներով փայլփլուն, կպչուն, դոնդողանման սլայմերը ժամանակակից երեխաների գլխավոր հետաքրքրություններից են, սակայն արդեն նաև գիտականորեն է ապացուցվել դրանց վտանգավորությունը։ Բրիտանական Witch ընկերությունը, որ զբաղվում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ, տարիներ առաջ մի լայնածավալ հետազոտություն է սկսել։ Թեստավորելով սլայմի 11 տեսակ, դրանցից 8-ում ընկերության գիտաշխատողները հայտնաբերել են բորի անթույլատրելի քանակ։ Քիմիական այս տարի քանակը 4 անգամ գերազանցել է նորման։ Նման չափաբաժինը կարող է բերել երեխաների թունավորման, սրտխառնոցի, ալերգիաների, ինչպես նաև աչքի լորձաթաղանթի լուրջ բորբոքումների։ Իդեպ, տետրաբորատ նատրիումը ներառվում է սլայմերի բաղադրության մեջ դրանց ծորունության էֆեկտն ապահովելու համար։
Այն հզոր հակաբակտերիալ ազդեցություն ունի, սակայն կարող է անցնել մաշկի տակ եւ նույնիսկ կուտակվել օրգանիզմում։ Ճապոնական մատչան բնական հակադեպրեսանտ է, սա արդեն գիտականորեն հաստատված փաստ է։ Ճապոնիայի Կումամոտոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մատչա կանաչ թեյն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ, շատ դեպքերում փոխարինելով հակադեպրեսանտներին։ Ճապոնացի գիտնականները մկների վրա փորձարկումներից հետո հաստատել են, մատչան ակտիվացնում է ուղեղի այն կենտրոնները, որոնք պատասխանատու են դոֆամինի երջանկության հորմոնի արտադրության համար։ Մկների դեպքում մատչայի օգտագործումը որևէ կողմնակի ազդեցությամբ չի ուղեկցվել։ Գիտնականները մատչայի բաղադրության մեջ մեծաքանակ հակաօքսիդանտներ են հայտնաբերել։ Ի դեպ, մատչան պատրաստվում է նույն բույսից, ինչ սովորական կանաչ թեյը։ Պարզապես մատչայի դեպքում տերևները մանրացվում են այնքան, մինչև դառնան կանաչ փոշի։ Այն հետո ոչ թե եփում են, այլ հատուկ հարիչով հարում եռման ջրի մեջ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, սնվում ենք հաճույքով, մնում ենք առողջ։ Այս թեմայի շուրջ մենք զրուցում ենք այսօր Մարետա Խուրշուդյանի հետ, հոգեբան։ Մենք խոսում ենք ստրեսային շատակերության մասին։ Այո, կարծում եմ շատ տարածված խնդիր, նույնիսկ կարող ենք ասել, որ մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ իրան բռնացրել է այդ նույն հարցի շուրջ։ Եվ երբ որ կասեմ ինչի մասին է խոսքը, դուք ձեզ կճանաչեք վստահ եմ, բոլորը։ Քանի դեռ բոլորը իրենց չեն ճանաչել, ես առաջարկում եմ մեր հանդիսատեսին քվեարկել հարցս պես փորձեմ ձևակերպել, արդյոք երբ դուք ջղայնանում եք, նյարդայնանում եք, երբ դուք հայտնվում եք ստրեսային իրավիճակում, դուք սկսում եք ուտել։ Սեղանին շատ հաճախ դրված է երեկոյան ժամին, բոլորով իրար հետ։ Ոչ մի լավ բան չի ստացվում դրանից, բայց այնուամենայնիվ կան ազգային սովորութային իրավիճակներ, որոնց դեմ պայքարելը մի քիչ բարդ է, բայց պետք չի հուսահատվել։ Պետք չի հուսահատվել, բայց դրանք միանշանակ ձևավորում են նաև մեր ստրեսային կամ հուզական շատակերությունը։ Այսինքն նպաստում են դրա ձևավորման։ Միակ պատճառը չեն, բայց միանշանակ դրան նպաստող պատճառը։ Երբ որ մենք սնունդը արժևորում ենք նաև որպես ժամանց, արժևորում ենք նաև որպես սոցիալական գործոն, այսինքն ինքը մեզ համար պարզապես սնունդ չէ։ Օրինակ ընտանիքով հավաքվելու առիթ է։ Օրինակ հաճելի ժամանցի հետ զուգակցվող հաճելի ինչ-որ մի բան է։ Իհարկե, երբ որ խոսքը գնում է շաբաթը 1-2 անգամ նման բաներ իրենց թույլ տալու մասին, մենք կարծում եմ նույնիսկ բժիշկները, ոչ միայն հոգեբանները կասեն, ոչինչ, կարելի է։ Երբեմն նաև ցանկություն ունենք այն ծանր հոգնած օրվանից հետո, եկել ենք աշխատանքից հետո, օրվա ընթացքում նույնիսկ չենք հասցրել նորմալ ընդմիջել, չենք հասցրել նորմալ սնվել։ Արդյոք մենք ուզում ենք, որ բոլոր մարդիկ այս պահին արդեն սկսեն այլևս որևէ սնունդ երեկոյան չօգտագործել, իհարկե ոչ։ Որտեղ է սկսվում պրոբլեմային կամ ստրեսային կամ հուզական շատակերությունը։ Ոնց ենք մենք հասկանում դա այդ շատակերությունն է։ Թուլանում ենք, հաճույք ենք ստանում, թե տառապում ենք շատակերությամբ։ Այո։ Թուլանալ, հաճույք ստանալը սննդից դա արդեն իսկ մի քիչ վտանգավոր բան է։ Նշանակում է, որ մենք փորձում ենք մեր օրվա ստրեսները, ներսում առաջացած տագնապը, դատարկությունը, անհանգստությունը լցնել սննդի միջոցով։ Ինչու ենք այդպես անում, դրա մասին էլ անպայման կխոսենք, որովհետև ձևավորման մեխանիզմները բազմազան են, այդ թվում նաև մշակութային վերաբերմունքը սննդի նկատմամբ որպես խրախուսանքի մեթոդ։ Բայց ինչպես տարբերակել, ես օրինակ երեկոյան շատ ուշ եկել եմ, շատ հոգնած եմ, ժամը 8-ն է, 9-ն է աշխատանքից վերադարձել եմ, օրվա ընթացքում վազվզել եմ, ոչինչ չեմ հասցրել ուտել, ոնց հասկանալ, սա իմ օրգանիզմի պահանջն է, որ ես հիմա եկել եմ, քաղցած եմ, էներգիայի կարիք ունեմ եւ պետք է ինչ-որ բան ուտեմ, թե այնուամենայնիվ սա արդեն ստրեսը, օրվա լարվածությունը նվազեցնելու մոտեցում է։ Եվ այստեղ մենք պետք է հստակ մեզ հարցեր տանք։ Եթե այդ սովը առաջանում է շատ կտրուկ եւ շատ ընտրողական է, ես ուզում եմ հենց պանիր, հենց քաղցրավենիք, հենց շոկոլադ, ոչ մի ուրիշ բան, տանը ապուր կա, աղցան կա, խնձոր կա, մենք դրանք չենք ուզում, ուզում ենք հենց շոկոլադ։ Սա արդեն կարող է նշան լինել, որ սա ստրեսային վարք է։ Այսինքն մենք փորձում ենք ինչ-որ բան սրանով կոմպենսացնել։ Իսկ եթե ես համ ապուրն եմ ուզում, համ շոկոլադն եմ ուզում, համ խնձորն եմ ուզում, ամեն ինչ ուզում եմ, դա նորմալ է։ Հարց տվեք, եթե հիմա խնձոր լիներ, ես այն կուտեի։
Եվ եթե ձեր պատասխանն է հա խնձորել լինի, բրոկոլի էլ լինի, ես հենց հիմա հում կարտոֆիլն էլ կկրծեմ, պարզապես սոված եք։ Պարզապես քաղցած եք եւ պետք չի զսպել այդ քաղցը։ Եթե միայն շոկոլադ եմ ուզում, մեծ հավանականությամբ սա արդեն խոսում է ստրեսային վարքի մասին, այսինքն ես ուտում եմ, որպեսզի կոմպենսացնեմ լարվածությունը, հուզմունքը, օրվա կուտակված ստրեսները եւ չեմ տալիս այդ ստրեսներին լուծում օրվա ընթացքում։ Ինձ հուշում են մեր գործընկերները, որ արդեն քվեարկության արդյունքները պատրաստ են եւ ըստ այդմ 43%-ը մեր հանդիսատեսի պնդում է, որ ստրեսային իրավիճակում առանց արգելակների սկսում է ուտել։ Իդեպ դրա հետևանքներն էլ են շատ տարբեր լինում։ Մարդիկ կան, որ ուտում են եւ մի բան էլ ստրեսային իրավիճակում նվազեցնում են մարմնի զանգվածը, նիհարում են, մարդիկ կան, որ ուտում են եւ բնականաբար դրա հետևանքով գիրանում են։ Կա արդյոք դրա բացատրությունը։ Դրա բացատրությունը ավելի շատ կտան էնդոկրինոլոգները, ոչ թե հոգեբանները, որովհետև մեխանիզմը կորտիզոլի արտադրությամբ է պայմանավորված եւ բնականաբար մենք կպատմենք դրա մասին արդեն էնդոկրինոլոգի հետ։ Խնդրում եմ ինձ պատմեք, եթե նման իրավիճակ կա եւ ամեն անգամ, երբ ինձ մոտ առաջանում է ստրեսային իրավիճակ, ես գալիս եմ եւ հասկանում եմ, որ պետք չի, սխալ է, բայց այնուամենայնիվ չեմ կարողանում ինձ զսպել եւ բերում եմ դնում եմ առջևս ամենատարածված տարբերակը կարծում եմ սրանք են, ինչ որ այսօր սեղանին ներկայացված է։ Առանց սահմանափակումների ուտել։ Ինչ խորհուրդներ կտա հոգեբան, ինչպես կարող եմ ես այս իրավիճակից դուրս գալ եւ հրաժարվել այս վատ սովորությունից։ Ինչ նշանակություն ունի սնունդը մեր մշակույթի մեջ։ Հյուրասիրությունը, շռայլությունը, առած սեղանը, դրանք եւս իրենց հետքը թողնում են։ Եվ ոչ վերջի տեղում նաև գտնվում է մարդու ինքնագնահատականը եւ մարմնի հետ կապը։ Այսինքն, ինչպիսի արժեք ունի ինձ համար իմ մարմինը։ Արդյոք ինձ համար օրինակ գերքաշությունը շատ լուրջ խնդիր է։ Կյանքիս հետ կապված, ինքնաընկալման հետ կապված, նվաճումների հետ կապված։ Եվ գիտեք ինչու՞մ է պարադոքսը։ Սովորաբար ստրեսային շատակերությունը լինում է այն մարդկանց մոտ, ովքեր որ գեր կենտրոնացած են իրենց արտաքին տեսքի վրա, այսինքն որոշակի մարմնի զանգված ունենալու։ Ցավոք սրտի, այո, եւ հենց իրենք են, որ ուտում են առանց կառավարելու այդ process-ը, հետո սկսում են ունենալ մեղքի զգացում, շատ նեղվում են, բայց հաջորդ օրը կրկնում են նույնը, որովհետեւ այստեղ փակ շղթա է։ Ես վատ հոգեվիճակում էի, ես եկա եւ սնվեցի, ես տեսա հայելու մեջ օրինակ, որ ինձ այդքան էլ դուրս չի գալիս իմ մարմնի զանգվածը, ես տխրեցի, եկա կերա, հետո սկսեցի մեղքի զգացում ունենալ, քանի որ մեղքի զգացում ունեցա, ավելի տխրեցի, նորից կերա եւ այդ շղթան շարունակվում է անդադար։ Եթե իհարկե մենք խոսում ենք իսկապես արդեն վարքային խնդրի մասին, այսինքն կրկնվող վարքի, որը բերել է արդեն մեզ մոտ ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, այսինքն իսկապես արդեն սկսել է ազդել մեր կյանքի որակի վրա, այստեղ միայն եթերից խորհուրդներով սահմանափակվել հնարավոր չի եւ մենք ուղղորդում ենք մարդուն մասնագետի մոտ, որովհետեւ հոգեբանը պետք է սովորեցնի մարդուն ճանաչել այն անձնային առանձնահատկությունները, որոնք որ նպաստում են դրան, օրինակ պերֆեկցիոնիզմը, որը շատ հաճախ նպաստում է այդ հենց շատ գեղեցիկ մարմին, անթերի մարմին ունենալու ընկալմանը եւ ամեն ինչ անթերի անելու մոտեցմանը, ստրեսակայունությունը, հույզերի ճանաչում եւ կառավարումը եւ այդ ամենը մասնագետը իհարկե կարող է ճիշտ ուղղորդել եւ անել։ Եթե մենք խոսում ենք նրա մասին, որ դա բարբերաբար պատահում է մեզ հետ, դեռ չի այդքան ամրապնդվել որպես սովորույթ, երբեմն ուղակի հոգնած գալիս ենք աշխատանքից, ասում ենք, դե լավ, այսօր մի սերիալ միացնեմ, հետնել պոպկորն։ Այստեղ կարելի է ուղղակի ինքնավերլուծություն անել եւ փորձել հասկանալ։ Հիմա ես ուտում եմ ինչի համար։ Ես քաղցած եմ իսկապես, թե չէ։ Եթե պատասխանն է, որ ես հիմա զայրացած եմ կամ հոգնած եմ, ես օրինակ գերբեռնված էի աշխատանքի վայրում, այդքան չպետք է ես ինձ բեռնեի, սա էլ սեփական սահմանների ճանաչում է նաեւ։ Շատակերությունը հաճախ նաեւ սեփական սահմանը չդնելու խնդիրն է, երբ որ ես չգիտեմ ինչքան կարելի է մտնել իմ անձնական սահման, ինչքան կարելի է ինձ մոտենալ։ Եվ այստեղ կարելի է ուղակի փոխարինել, եթե պատասխանը որ այո զայրացած եմ, այո ստրեսային իրավիճակում եմ, փոխարինել սնունդը ստրեսի կառավարման ավելի առողջ մոտեցումներով։ Լսել երաժշտություն, դուրս գալ մոտ,
չգիտեմ 5000 քայլ քայլել, լսել հետաքրքիր հաղորդում, որը իսկապես ինձ դուր է գալիս, ուղակի վերցնել թուղթ գրիչ գրել, ինչից եմ ես այսօր այդքան հուզված, զայրացած եւ նեղված, եւ հետո կմտածեմ արդյոք դրանից հետո դեռ կուզեմ այդ սնունդը, եւ փորձել նախ եւ առաջ ճանաչել ձեզ եւ ձեր հույզերը։ Եվ իհարկե միշտ հիշել, որ օգնություն խնդրելը նման դեպքերում ոչ միայն ամոթ չէ եւ վատ չէ եւ բացարձակապես թուլության նշան չէ, այլ ուժի նշան է, երբ որ ես գիտակցեցի, լսեցի այս հաղորդումը, իմացա, որ սա ինձ համար լավ չի եւ ինչ որ բան փորձեցի փոխել իմ կյանքում։ Շնորհակալություն։ Հետաքրքիր մարդիկ են այս հոգեբանները, միշտ փորձում են մտնել մեր գլխի մեջ ու մեզ կառավարել։ Մնացեք մեզ հետ։ Եղեք առողջ։ Ողջույն, ձեզ հետ Գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք ֆիլերների ներարկումների ժամանակ կիրառվող ուլտրաձայնային հետազոտության մասին։ Տվյալ հետազոտությունը լայն հնարավորություններ է տալիս մեզ։ Առաջին հերթին ախտորոշման տեսակետից։ Հստակ տեսնում ենք ինչ որակի ֆիլեր է ներարկված, օրինակ արդյոք կան խառնուրդներ, թե մաքուր հիալուրոնաթթվի հիմքով ֆիլեր է ներարկված, որտեղ է այն տեղակայված եւ արդյոք կա ֆիբրոզ դրա շուրջ բոլորը։ Այս պարագայում մենք չենք տեսնում բարդություն, այլ տեսնում ենք նորմալ տեղակայված ֆիլեր։ Էկրանին տեսնում ենք մուգ եւ համասեռ պատկեր ֆիլերի տեղակայման զոնայում, իսկ շուրթի երիզից վերև այն բացակայում է, ինչպես եւ պետք է լինի։ Իսկ երբ կան գնդիկներ, անհարթություններ, տեսնում եք, որ ֆիլերը տեղաշարժվել է կամ բորբոքում տվյալ հատվածում, կարող եք դիմել ուլտրաձայնային հետազոտության արդեն բարդությունները բուժելու նպատակով։ Իսկ մինչև ֆիլերի ներարկումը ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս մեզ տեսնել պացիենտի խոշոր անոթները եւ շրջանցել դրանք եւ կատարել ավելի անվտանգ ներարկում, խուսափելով մեծ հեմատոմաներից կամ նեկրոզից։ Մեր պրակտիկայում ամենահաճախը հանդիպում ենք այն դեպքերին, երբ որ շուրթերի հատվածում գոյանում են գնդիկներ, ինչ-ինչ պատճառներով, կամ ֆիլերը միգրացվում է շուրթի երիզից վերև եւ պացիենտը ցանկանում է հեռացնել դա։ Այս պարագայում կարողանում ենք ուլտրաձայնի միջոցով ուլտրաձայնի հսկողությամբ կատարել անվտանգ հեռացում։ Շատ հաճախ դիմում են աչքերի տակ տեղադրված ֆիլերի հեռացման համար, քանի որ այն ժամանակի ընթացքում կարող է այտուցների բերել, իհարկե եթե ներարկվել է սխալ մակերեսային շերտում։ Այստեղի հյուսվածքը շատ նուրբ է եւ բարակ, եւ եթե մենք ուլտրաձայնային հսկողությամբ հեռացումը չկատարենք, հնարավոր է վնասենք եւ բարակացնենք պացիենտի սեփական հյուսվածքները։ Այսպիսով ուլտրաձայնի կիրառումը էսթետիկ բժշկության մեջ սկիզբ է դնում ավելի վերահսկելի եւ ապահով փուլի։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։